Մայիսի 3-ին ժամը 18:40-ի սահմաններում Արտաշատ քաղաքից վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին անհայտ անձինք Լադա Պրիորը ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած ՎԱԶ-2107 ավտոմեքենայի ճանապարհը եւ կրակահերթ արձակել նրա եւ ուղևորի Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ։ Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է եւ միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թվականին ծնված Ռոլանդ Գալուստյանի, 1994 թվականին ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թվականին ծնված Արթուր Նազարյանի եւ 1989 թվականին ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։ Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 5-ից 10-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 58 դեպքից բացահայտվել է 55-ը։ Արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման 3 եւ թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք։ Բացահայտվել է գողության 50, խարդախության 12, յուրացման 6, հարկերից խուսափելու 2 եւ խուլիգանության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։ Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 71 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Մայիսի 1-ից 7-ը Երևան քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 91 տրանսպորտային միջոց, որից մեկի խլացուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար։ Մյուսի վրա տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, 56-ի վարորդները մեքենան վարել են ոչ թափ վիճակում, իսկ 33 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Նույն ժամանակահատվածում 44 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 83 վարորդի երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար։ Մարզերում մայիսի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 տրանսպորտային միջոց, որից 2-ի համարանիշը եղել է փոխարինված, 35-ի վարորդները մեքենան վարել են ոչ թափ վիճակում։ 137 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 27 վարորդի ժամկետնանց ապապայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևանի Լեփսյուսի փողոցի բնակիչ 17-ամյա Ալլա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 24 02 02 հեռախոսահամարներով։